Սարապես որևէ ցանկություն չունեմ։ Խնդիրը ուրիշ է, կներեք ժողովուրդ, 100-ը պատերազմը 116 տարի է տևել։ Նենց չի որ առավոտ անգլիացին ու ֆրանսիացիները վեր էին կանում, կռվում էին, գիշերը գնում էին քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Հիմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է։ Պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն, լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե իրանց նման կապիտուլյացիա։ Հայաստանը այս իշխանությունը ոչի բան չի։ Խնդիրը ես կրկնում եմ, դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Ոնց էին պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստ էին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչով է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետ էր ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրան Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասած ձեռքերը լվամի կողմանցնի։ Պարոն Խաչատրյան, դուք ունեք այնտեղ նաև կուսակիցներ չունեք, եթե չեմ սխալվում, հա, իրենց հետ կապ ունեք, իրենք ինչ են ասում։ Դա եթե ինտերնետը կտրված է, փակ է, այսինքն ուղղակի կապ չկա։ Ցավոք սրտի։ Պարոն Խաչատրյան, եթե գնալով ամեն դեպքում թեժությունը շարունակվում է Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարած Մերձավոր Արևելքում, այս իրավիճակում ինչ հնարավոր սցենարներ կարող է լինել եւ արդյոք մեր տարածաշրջանի օրինակ Ադրբեջանի հետ կապված ասում են կարող է առիթից օգտվել Ադրբեջանը, ինչ հնարավոր անվտանգային խնդիր կարող է ստեղծել։ Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ ես որևէ բան չեմ բացառում, կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Իսկ եթե ընդհանուր Հայաստանի Չնայած իրենց մոտ սեր եւ ամերաշխությունը, եղբայրությունը։ Ասում եմ, այս պատերազմում չեք ուզում անդադ Հայաստանն էլ, էլի սրանում էլ խառնվի։ Մենք խառնվենք։ Չէ, իշխանությունն է ասում։ Ասում են հազիվ մի պատերազմ կա, որ Հայաստանը չկա։ Ինչ եք ուզում Հայաստանը ներքաշեք մի պատերազմի մեջ։ Ասկան որ ասում ենք հայեր կան, որոնք օգնության կարիք կարող ունեն, նշանակում է պատերազմ ենք ուզում սկսենք։ Դիվանագիտական ճանապարհողակներով մենք ինչ ենք անում։ Ասկան այդ գիտես, չի ասում, վայ, այս նոր ինչեր էս, ինչ մտածեցի, որ չասեցի։ Չէ, չգիտենք, ոչ մի բան չենք տեսնում։ Բայց մնացած կոնֆլիկտներից, որտեղ հայեր են եղել, տեսնում ենք, որ ոչ մի բան չեն անում։ Օրինակ Սիրիայում հիշում եք, չէ՞, Հալեպում հյուպատոսն ինչ արեց։ Առաջի բարով խերով գնաց անբարով տեղեր։ Իսկ պարոն Խաչատրյան, եթե էլի այդպես վտանգներից խոսեք, կոնկրետ ռեալ վտանգ է սպային Հայաստանի համար, եթե շարունակվի, ինչ վտանգներ կան։ Եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, մեր էական Իրանի հետ, դու պատերազմ հասկանում ես, չի նույնիսկ եթե դու բարով խերով սահման անցնես, բա հետո պետք է կարողանաս բանդարաբաց գոնե հասնես։ Այսինքն եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի, հավասար մենք Իրանից ենք վաճառում, իրանցից ենք առնում։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Դրանից դա առաջին ասկան ճանապարհը որ փակվի, բացասական արդյունքները ակնհայտ կլինեն։ Գումարած օդային փոխադրումների խաթարում կա հարավից եւ մանավանդ հարավից եւ արևելքից։ Մյուսը կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կառավարել, չէ։ Ներհոսք պետք է կարողանաս կառավարել։ Մյուսն էլ իրեմ ասում, Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես ինչ կարող է լինի։ Պարոն Խաչատրյան, առաջին 2-3 մասով այսքան ենթակառուցվածքների մեծ հաշվով պատերազմ է, հնարավոր սցենարներ կարող են լինել։ Այդ դեպքում Հայաստանը ինչ անելիք ունի որևէ անելիք ներհոսքի մասով։ Առնվազն պետք է հասկանաս, որ եթե վաղը ճանապարհը փակվեց, ինչ ես անելու։ Այսինքն պատրաստի դեղատոմս հիմա չեմ կարող ասեմ, բայց խնդիրը չէ։ Այսինքն Միացյալ Նահանգները, որ քանի շաբաթ իրենց ռազմական արսենալը տարածաշրջանում հզորացնում էին։ Ակնհայտ էր, չէ՞ որ այս հարվածը լինելու էր, այսօր չլիներ, վաղը կլիներ, վաղը չլիներ, այն մյուսօրը կլիներ։ Այսինքն ինչ որ բանակցություններ կան, պետությունը այլ պետությունների հետ սահմանակից մյուս բանակցել է,
հայ բիզնեսմենների հնարավոր շահերի, ժամանակ որ փակվի մարդիկ բիզնեսը շահերի կորուստ ունենալու, չէ, վնասա կրելու։ Ինչ որ մի բան բանակցեն, որ այդ մեքենաները, բեռնատարները այլ ճանապարհով գնան։ Դուք կասկածներ ունեք, որ պատրաստ չեն այդ սցենարներին իշխանությունները։ Դե նախորդ փորձերը դա են ցույց տալու։ Ընդհանրապես, այս իշխանությունների գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ են։ Հիմա իրանք դեմոնստրատիվ կերպով ելն են ասում, կուկուրուզը պերաշկի են ուտում, ցույց տալու որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում։ Դուք չեք ուտում եգիպտացորեն եւ Գիտեք, ես բորշել եմ ուտում, բայց իմ այդ նկարը հանրային սոցիալական ցանցերում չեմ դնում։ Դեպի Նիկոլ Փաշինյանը անդիմադիրների քննադատություններին պատասխան ասում է, ես ինչ խոճապի մեջ են ընկել, տեսնես իրենց սև խավիարը ուտում են, թե չէ։ Մայբախի մեջ սև խավիար, ես չեմ ուտում, չէ, ոչ մայբախ ունեմ, որ սև խավիար։ Այսինքն հասկանում եք, չի Նիկոլ Փաշինյանը ինչ ընտրական քաղաքականություն ավարում։ Գնում է այնտեղ ցույց է տալիս, որ ինքը բարի ժողովրդից մարդ է, ես էլ ձեր նման եմ, բեռաշկի ու կուկուրուզա ուտում, հիշում ես Գյումրիում էլ էր ուտում, բայց Գյումրիում sense գլխարկ էր դրա, լրիվ կամուֆլյաժի մեջ էր, որ մարդ չճանաչեր, որ մարդ չճանաչեր։ Բայց sense մարդիկ նեղող հարց են տալիս, սկսում է գորգորալ։ Այդ իրաց քաղաքականությունն, անդիմությունը սև խավիար է ուտում, անդիմությունը ով ինչ ասես կարող է ուտի։ Մեր տանը օրինակ երեք լավ չես։ Սև խավիար չէր ամենայն դեպքում։ Չէ, ձուկ էր, ես եփե շատ համեղ էր ստացվում։ Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում իշխանությունը ասում է ներկուսակցական քարոզարշավ, բայց տեսնում ենք, որ քարոզարշավը իրականացնում։ Ընդդիմությունը ինչու է այսքան հետ մնացել իշխանությունից։ Մենք էլ երեք ուսանողների հետ էինք հանդիպում։ Այսինքն, նայեք, ես սա անդադ ասում եմ, քաղաքական ցանկացած քաղաքական ուժ նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից սկսում է պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Լավ, ուղղակի մենք այդպես վուլգար չենք անում, հասկանում եք, այդպես վուլգար չենք անում։ Այսինքն մտնել դուրը ծեծել ասում եմ, որ գնա չէ, sense պետք է մտնեմ։ Ես աղջկա չնշանակեմ, քո ինչ գործը մանկապարտեզի տնօրենով է նշանակում։ Հասկանում եք, այսինքն մարդը վարչա, մանա, չկառավարության ղեկավարը, ընկել է ինչ որ մի հատ քաղաքացու աղջկա հետևից։ Մանկապարտեզի աշխատող չնշանակեց։ Աղջկա հայրը եկավ եւ թեման բացեց։ Հասկացա։ Դա համար ինչ են ասում։ Պատասխան ինչ պետք։ Բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մի 10 անգամ ասում է, դա իմ գործառույթը չի։ Հետո լավ, որ քո գործառույթը չի, ոնց ես ասում, չէ, չընդունեք գործը։ Հա, չեն այնս մարդիկ, ովքեր հունից այդքան շուտ են դուրս գալի, պետք է երկիր չղեկավարեն, չէ, դա ռիսկային է։ Դա շատ ռիսկային է, որ մարդը տենց հունից այսքան շուտ մի հատ մանկապարտեզի հարցով դուրս է գալու։ Բա բանակցությունների ժամանակ է որ հանկարծ հունից դուրս գա։ Արևին կազատել։ Տեսանք, տեսանք, բայր։ Չէ, մի րոպե, պարոն Խաչատրյան, մամուլում, այսինքն դատախազությունը Լևոն Մկրտչյանից պահանջում է 36 անշարժ գույք, ապօրինի հարստացում եւ այլն այդ հոդվածներով, դա ինչ է խոսում, ինչի մասին է խոսում, ապօրինի հարստացել եք։ 35 հատ գույք։ Որ ըստ դատախազության Լևոն Մկրտչյանն ունի գույք, բայց դա պետք է լինի դատական ակտ, որ պարզ լինի, որ այդ մարդը ունի թե չունի։ Բայց ունի 35 գույք։ Ես իր կադաստրի վկայականները չեմ տեսել։ Հայաստանի կադաստրի վկայականն օրինակ բրիտանական թանգարանում կա, տեսնում եմ։ Բաբելոնյան քարտեզներ, Լևոն Մկրտչյանինը։ Ինչ տեղ, օրինակ ես գիտեմ իմ շրջապատում ով ինչ գույք ունի։ Չէ, մենք տենց հարցեր ներսում չենք քննարկում, ով ինչ գույք ունի, երեկոյան ինչ հատ կերել, չէ։ Չէ։ Ոչ, դա ինտուն է։